2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է։ Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։ Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. բարձր տնտեսական ակտիվությանը շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը, ինչպես նաեւ որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային գործոնների ազդեցությունը։ 2024 թվականին եւ 2025 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դանդաղումից հետո 2025 թվականի երկրորդ եւ երրորդ եռամսյակներում արձանագրվել է տեղական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի աճ։ Միևնույն ժամանակ ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները պահպանվում են։ Նման իրավիճակում պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումներն առավելապես պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով։ Զուգահեռաբար աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումները հիմնականում դրսեւորում են կայունացման միտումներ։ Միաժամանակ կարճաժամկետ եւ միջնաժամկետ հորիզոնում առկա են հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի ընդլայնման ռիսկեր։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը մեծապես հենված է հազարավոր ընկերությունների ակտիվ գործունեության վրա։ Հետևաբար վերջիններիս ֆինանսական կարգավիճակը չի կարող անտեսվել։ Անդրադառնանք ընկերությունների կրեդիտորական պարտավորություններին։ Գումար, որը ընկերությունը պետք է վճարի պարտատերերին որոշակի ապրանքների, ծառայությունների կամ վարկերի տրամադրման դիմաց։ Վիճակագրական տվյալների համաձայն 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունների ծավալները կազմել են 4.6 տրիլիոն դրամ։ Վերջինիս տարեսկզբի համեմատ աճել է 1.2%-ով։ Հարկ է նշել, որ վերոնշյալ կրեդիտորական պարտավորությունների ծավալների շուրջ 0.1%-ը ժամկետ անց են։ 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ բանկերի վարկերի եւ փոխառությունների գծով պարտքերը կազմել են կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունների շուրջ 56%-ը։ Պարտքերի ծավալները տարեսկզբի համեմատ աճել են 2.4%-ով։ Կրեդիտորական պարտավորությունների մոտ 23%-ը պատկանում է գնումների գծով պարտքերին, որի ծավալները 2025 թվականի տարեսկզբի համեմատ աճել է մոտ 3%-ով։ Կրեդիտորական պարտավորությունների ծավալների մոտ 15%-ը ստացված ընթացիկ կանխավճարների ծավալներն են։ Վերջինս տարեսկզբի համեմատ նվազել է 1.5%-ով։ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին շարունակվել են բյուջետային քննարկումները։ Ներկայացվել են գալիք տարվա ֆինանսական փաստաթղթով ոլորտային հատկացումները։ Հանրային հեռարձակողի խորհրդին առաջարկվում է հատկացնել 8 միլիարդ 285 միլիոն դրամ, որը 88 միլիոն 905 հազար դրամով պակաս է 2025 թվականի բյուջեից։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին կհատկացվի 374 միլիոն 380 հազար դրամ, որը 6 միլիոն 811 հազարով պակաս է նախորդ տարվանից։ Սփյուռքի գծով ծրագրերի իրականացման համար նախատեսվում է 762 միլիոն դրամ, որը 82 միլիոն դրամով պակաս է նախորդ տարվա բյուջետային հատկացումից։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն առաջարկվում է հատկացնել 420 միլիարդ 224 միլիոն դրամ, որը 57 միլիարդ 560 միլիոն դրամով ավելի է 2025 թվականի բյուջեից, շուրջ 16%։ Այս ոլորտի գրեթե բոլոր ուղղություններով կան ավելացումներ։